Միացյալ Նահանգների կողմից հայկական արտահանման Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների նկատմամբ 10%-անոց մաքսատուրքի վերաբերյալ տեղեկատվությունը նորությունը թերևս այսօրվա մեր տնտեսական օրակարգի երևի թե ամենակննարկված թեմաներից մեկն է, եթե չասենք ամենակննարկվածը։ Բնական է, որ սա հետաքրքիր զարգացում է, հետաքրքիր ոչ միանշանակ դրական իմաստով, ավելին մենք այստեղ բացական միտման ներքո ենք, եւ եթե հարցին նկարագրային տեսանկյունից ենք մոտենում, ապա բնականաբար մենք գործ ունենք հայկական արտահանման նկատմամբ խստացման հետ, հավանական խստացման, մենք գործ ունենք նույն դեպի Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների ուղղության լրացուցիչ խոչընդոտի ավելացման հետ, ինչու լրացուցիչ, որովհետև առանց այդ էլ Միացյալ Նահանգների շուկան մեզ համար բարդ է, որովհետև Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև օվկիանոս կա, լոգիստիկ խնդիրներ կան, այսինքն այդ շուկան հայկական ապրանքների արտահանման համար առանց այդ էլ ծախսատար եւ դժվար բարդ հասանելի շուկա է եւ փաստորեն մաքսատուրքերի ավելացումը իհարկե ակնհայտորեն բացասական տեղաշարժի եւ բացասական լուր է իրենից ներկայացնում, սակայն ծայրահեղության ներքո չպետք է ընկնել, որովհետեւ կան շատ չափելի պարամետրեր հասկանալու համար, թե ինչպիսին կլինի այդ գործողության ազդեցությունը ավելի լայն դեպի Հայաստանի տնտեսություն, արտաքին առևտրաշրջանառություն, դեպի գլոբալ Հայաստանի արտահանման այդպես համակարգի եւ ցուցանիշի վրա եւ այդ չափելի պարամետրերը բնականաբար արտաքին առևտրաշրջանառությունն է Միացյալ Նահանգների հետ, մասնավորապես ինչ եւ ինչքան ենք արտահանում։ Առաջարկում եմ միասին ուսումնասիրենք մեր կողմից ներկայացված տվյալները, որոնք վերցված են պաշտոնական վիճակագրությունից, վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալներն են, ես կխնդրեմ ցուցադրել մեր պատկերը, որտեղ ներկայացված են հենց այդ ցուցանիշները, եւ ըստ էության այդ ցուցանիշները վերաբերում են Հայաստանի 2023-24 թվականների հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ, որոնք մասնավորապես 2023 թվականի հունվար-դեկտեմբերի դրությամբ, այսինքն 23 թվականի կտրվածքով առևտրաշրջանառության ծավալները 669 միլիարդ դոլարն են գերազանցել։ 24 թվականին այդ ցուցանիշը էականորեն կրճատվել է Միացյալ Նահանգների հետ մեր առևտրաշրջանառությունը։ 2025 թվականի հունվարի դրությամբ ցուցանիշը 30-30.5 միլիարդ դոլարի շրջանակներում է։ Մասնավորապես ավելի կարևոր է այս խնդրի համատեքստում Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանման ծավալները, որը էական փոքր ցուցանիշ է, 2023 թվականի տվյալներով խոսքը 48 գրեթե 5 միլիարդ դոլարին է վերաբերում, 24 թվականի պարագայում գրեթե 59 միլիարդ դոլար եւ 25 թվականի հունվարի դրությամբ 2.6 միլիարդ դոլարի արտահանում ունենք։ Պետք է նշել, որ խոսքը վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ծավալին, ապրանքային առևտրի, այսինքն Հայաստանից Միացյալ Նահանգներ ապրանքային արտահանման տեսանկյունից ցուցանիշը մոտավորապես 120 միլիարդ դոլարի հետ է կապված։ Արտաքին առևտրաշրջանառության եւ ապրանքային արտահանման որոշ տարբերություններ կան, դրանք արժեշղթաների, այսպես ամբողջական ցիկլի ներառման եւ չներառման արդյունքում է, մասնավորապես ապրանքային ուրեմն արտահանումը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանված ապրանքների արժեքին։ Առևտրաշրջանառությունը արդեն վերջնական սպառողին հասցվող, այդ թվում այդ ցիկլը ներառող ցուցանիշն է, հետևաբար դրանով է պայմանավորված այս ցուցանիշների տարբերությունները։ Ինչևիցե հասկանալու համար, թե ինչպիսի, այսպես ասած, հարված կարող է ստանալ Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանման նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը, պարզապես հիշեցնենք, որ հատկապես վերջին տարիներին դեպի Միացյալ Նահանգներ մեր առևտրաշրջանառության ծավալները եւ նաեւ այդ թվում նաեւ արտահանման ծավալները որոշակիորեն կրճատվել են։ Իրականում կրճատումը բավական մեծ ցուցանիշ է եւ միայն Միացյալ Նահանգների հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը, օրինակ 2024 թվականի տարեկան կտրվածքով կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 1.4%, այսինքն ցուցանիշը բավական ցածր է ընդհանուրի ներքո եւ հետեւաբար մաքսատուրքերի սահմանումը իրականում այսպես լայնամասշտաբ արտահանման տեսանկյունից
էական եւ զգալի ազդեցություններ չի ունենա։ Սա իհարկե որևէ կերպ չի նշանակում, որ այդ ուղղությունում զբաղված եւ ներգրաված տնտեսվարող սուբյեկտների համար սա զգալի չի լինի։ Իհարկե զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույն Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների գրեթե 70%-ը բաժին են կնում թանկարժեք քարերին, որոնք արտահանվում էին զրոյական մաքսատուրքերով։ Հետևաբար այս իմաստով իհարկե ազդեցությունը մեծ կլինի, բայց այդ ազդեցությունները առավելապես տեղային եւ լոկալ կլինեն։ Գլոբալ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տեսանկյունից իհարկե այդ ազդեցությունները զգալի չեն լինի։ Եվ թերևս փորձելով ամփոփել, նախ եւս մեկ անգամ պիտի նշենք, որ Թրամփի վարչակազմի եւ դրա կողմից արված հայտարարությունների եւ գործողությունների միջև առնվազն վերջին շրջանում, ուրեմն երկրորդ անգամ ընտրվելուց հետո քիչ չեն եղել դեպքերը, երբ հայտարարվածից հետո եղել է որոշակի հետքայլ։ Հետևաբար մենք սա մշտապես պետք է ունենանք մեր աչքի առաջ։ Այնուամենայնիվ այդ մաքսատուրքերի սահմանումը եւ թեև մեր գնահատմամբ դրա լոկալ ազդեցությունները, բացասական ազդեցությունները անգամ այդ հանգամանքը հաշվի առնելով, եւս մեկ անգամ կարծես թե տալիս են տպավորություն, եւս մեկ անգամ իրավունք են տալիս վերահաստատելու, որ այսօր աշխարհում որոշակի գործընթացներ են, որոնք ել ավելի պիտի որ նպաստեն համաշխարհային տնտեսության որոշակի խմբավորմանը, բլոկավորմանը կամ տարածաշրջանացմանը, այսինքն սեփական, պետական, առևտրատնտեսական, արտաքին տնտեսական շահերից ելնելով որոշակի խմբավորումների եւ ել ավելի ուրեմն տարածաշրջանային ինտեգրացման գործընթացներին։ Բավական հետաքրքիր եւ նաեւ այս իմաստով ուշադրության արժանի զարգացում է, հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում մեզ մոտ օրակարգային դարձած Եվրամիությունից դուրս գալու հավանական սցենարները եւ դրա հետ քննարկումները։ Փաստացի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու։ Փաստացի այս գործընթացը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդպիսի ինտեգրացիոն միավորման կամ տնտեսական որոշակի այսպես անվտանգային բարձիկների եւ երաշխիքների ներքո երկրներին եւ տնտեսություններին այնուամենայնիվ տրվում են որոշակիություն եւ կայունություն, առնվազն անգամներով ավել կայունություն, քան այսօրվա փոփոխվող աշխարհակարգում առանց այդ ուրեմն մեխանիզմների առևտրատնտեսական հարաբերությունները եւ կապերը կարող են փոխանցել։